ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության ճյուղային արհմիությունների, լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների ճյուղային միության ղեկավար։ Մենք ամենաբարդ, ես այսպես եմ մտածում և օբյեկտիվով է, ամենաբարդ և վտանգավոր ոլորտներից մեկն ենք ներկայացնում, որտեղ որ աշխատողները առանձնապես ծանր, վնասակար և առանձնապես վնասակար աշխատանքներ են կատարում։ Ուստի դրանից ելնելով մենք ձգտում ենք, որպեսզի բոլորը մեր հանրությունը, արհմիությունները ընկալեն ոչ թե որպես ծաղկեպսակ կամ ինչ-որ մի բան տվող կամ ինչ-որ մի օգնություն տվող, ոչ, դա իրականության հետ առնչություն չունի, արհմիությունները դա իրենց մեր առաքելությունն է, որ մենք կանխարգելել ենք աշխատանքի անվտանգության խախտումները, մենք փորձենք տնօրինության հետ, գործատուի հետ լավարկել և էլ ավելի լավացնել մեր, այսպես ասած, հանքերը և կոմբինատները։ Այստեղ իհարկե շատ ահռելի մեծ աշխատանք պիտի կատարվի, որովհետև OSHA աշխատանքի անվտանգության կանոնները, նոր կանոնները, պետության հետ շփումները, դա ճյուղային միության նաև գործառույթի մեջ է մտնում, որպեսզի մենք կարողանանք ռեգուլյատորի հետ շփումները ստեղծենք և որպեսզի կարողանանք բերենք այն ստանդարտների, որտեղ որ ոչ թե կչացնենք վտանգը մեր աշխատողների համար, այլ զրոյական դարձնենք հնարավորինս։ Դա մեր այսպես ասած պրեամբուլան է, որ իրոք պիտի այնքան անվտանգ աշխատանքը լինի, որ մենք պարտավորություն ունենանք աշխատողի դեմ, աշխատողի դիմաց, որ ինքը որ գալիս է աշխատանքի, մենք պիտի պարտավորություն ունենանք, որ ինքը տուն պիտի վերադառնա առողջ, անվտանգ և բավարար աշխատավարձով, որպեսզի կարողանա իր ընտանիքը պահել։ Սա, այսպես ասած, ներկայացումը, թե ինչ գործունեություն ենք մենք ծավալում, դա շատ դժվար է, հավաստիացնում եմ ձեզ, ամեն անգամ դեպքերը լսելուց, ամեն անգամ վթարները լսելուց, խեղումները լսելուց, մենք ուղղակի դա տանում ենք որպես անձնապես, քանի որ մեր աշխատողներն են։ Մի 2-3 ամիս առաջ մենք վերականգնեցինք մեր սոտքի արհմիությունը, քանի որ 2002 թվից, 2004 թվից, 2006 թվից դա կասեցված էր, տարբեր հանգամանքներով, գործադուլներ էին եղել 2005 թվին և այդ պատճառներով շատ մեծ մարդիկ ուղղակի աշխատանքից զրկվել էին և բոլորի մոտ վախ կար, եթե դուրս գան աշխատանքի անվտանգության, առողջ անվտանգ աշխատանքի պայմանները գովարգելու և այսպես ասած պաշտպանելու, դա կարող է բերի, ասենք, որևէ հլացման գործատուի կողմից։ Մի 3-4 ամիս առաջ մենք վերականգնեցինք մեր արհմիությունը, 2006-2005 թվին մենք ունեինք նաև արհմիության տեղակալ դեռ սոտքում, հետո մենք մտածեցինք, որ իրոք պիտի մարդ լինի, որը որ կարողանա աշխատողներին բոլորին համակերպի և գիտեք ոնց համախմբի, որպեսզի մենք կարողանանք միասին համատեղ գործատուի հետ պաշտպանենք աշխատանքի անվտանգության բոլոր կանոնները և հնարավորինս թույլ չտանք, որպեսզի այդ խուսափելով այդ կանոնները լավարկելուց և փոխելուց, որպեսզի աշխատողները հետագայում չստանան որևէ վտանգներ իրենց առողջության և իրենց կյանքի համար։ Մենք գնացել էինք սոտք, մենք ներկայացել էինք գլխավոր տնօրենին սոտքի,
պարոն Միդոյանին, բոլորովին հետաքրքիր զրույցներ ենք ունեցել, շատ պոզիտիվ, բայց ցավոք սրտի հենց Գեոպրոմանին Գոլդի տնօրինությունը, որը որ գլխավոր ստեղ են Երևանում են տեղակայվում, մենք հասկացանք, որ ոչ թե հասկացանք, այլ ակնհայտ ստացանք մեսիջ, որ իրանք դեմ են արմությանը եւ ամեն մի քայլ ձեռնարկելու է, որպեսզի այդ արմությունը այնտեղ չլինի։ Չգիտեմ ինչ պատճառով։ Ոսմա չենք ուզում։ Հիմի մարդը մտածում է, որ ինքը գործատուն է, ուրեմն իր իրավասության մեջ է թույլատրել թե արգելել արմությունը։ Դուք պատկերացնում եք արհավիրքը ինչու՞մ է, զավեշտալին ինչն է, որ իրանք մտածում են, որ սա իրենց բիզնեսն է, իրենց ձեռնարկությունն է, ուրեմն արմությունն էլ պիտի իրենցը լինի, դա այդպես չի, ցավալի է, բայց փաստ է, մենք 2-3 ամիս սպասեցինք, ոչ զանգերի են պատասխանում, ոչ ընդունելություն են բանանում, ոչ մենք հիմի չենք կարող, մարդիկ սպասում են, մարդիկ ասում են, դիմում են մեզ, հենց մի անգամից ճյուղային են դիմում, որ այսպիսի վթար է եղել, այսպիսի բողոքներ կա, ահագին բողոքներ կա, հավաստիացնում եմ ձեզ, այս 2-3 ամսվա ընթացքում 3 դեպք արդեն եղել էր, ուստի դրանից ելնելով մենք պիտի չէ, մեր գործառույթները ոչ պետական վերահսկումը աշխատանքի անվտանգության կանոնների, դա մեր գործառույթներն է, մենք չենք կարողանում այդ գործառույթները իրականացնել, էլ ավել ասեմ, դա ոչ թե միայն օրենսդրական խախտում է, աշխատանքային օրենսդրական խախտում է, դա նաև քրեորեն պատժելի պահ է, որտեղ որ ակնհայտ արգելում են եւ ակնհայտ չեն թույլատրում, որ արմությունները իրենց գործունեությունը կատարեն։ Այս է խնդիրը։ Այն նշեցիք, որ չգիտեք պատճառը ինչն է, որ այդպես են վարում, կասկածներ ինչ-որ։ Ոչ, կասկածներ չկա։ Իրանք ուղղակի չեն ուզում, որ արմություն լինի, հավաստիացնում եմ ձեզ։ Ես 13 թվականից իրենց հետ դա քննարկում եմ եւ 13 թվականից նույն պատմությունն է։ Արաբները մի հատ sense բառ ունեն, «Заходи tomorrow», «Заходи завтра», վաղը կգաս։ То есть դա ակնհայտ, իրանք չեն ուզում, որ արմություն լինի, ժողովուրդ ջան, մեր մոտ, տեսեք, ընդհանրապես մեր հանրությունը եւ Հայաստանի Հանրապետությունում գործատուները մեծ մասը չեն պատկերացնում, որ դա իրենց տիրույթում չի արգելել կամ թույլատրել արմությունը։ Ուրիշ հարց, որ դուք որևէ մի պահով, օրինակ մենք հիմի մաքուր երկաթը արգելել էր մեր նախագահային ղեկավարին արմության մուտք գործել գործարան, մենք դիմել ենք դատարան, 2 ատյանում դատարանի այդ գործը շահել ենք, բայց հիմի էլ հարցը հասել է հարկադիրն էլ չի անում, то есть սա ոնց որ գիտեք ոնց պետությունը չի ուզում, թե ասենք ես չեմ հասկանում ինչ է կատարվում, ուղղակի այս պարագայում ես կարամ ասեմ մենակ մի բան, մեսիջը նա է, որ մենք ոչ թե բողոքում ենք կամ ինչ-որ բողոքի ձայն ենք բարձրացնում, ոչ, մենք ասում ենք թող մի հատ պատկերացնեն, թե արմությունը ինչ է եւ ինչի համար է, եթե իրանք թույլատրում են կամ չեն թույլատրում, դա իրանց տիրույթում չի, ուրիշ բան չեմ ասում։ Ինչ քայլեր եք նախատեսում։ Քայլերը նախատեսված է, մենք դիմել ենք ուրեմն աշխատանքի անվտանգության ինսպեկցիոն օրգան, դա այդ բողոքով մենք հայտնել ենք, որ իրականում արգելվում է արմության գործառույթները իրականացնելու, նաև բողոքել ենք, որ աշխատանքի անվտանգ պայմաններն են խախտված եւ խնդրել ենք, որ դա էլ ստուգում կատարեն, ուստի տեսնենք, բայց մենք ուզում էինք, որպեսզի հանրությունն էլ իմանա եւ մեր սոտքի աշխատողներն էլ
մեծ մասը տեղյակ լինեն, որ բոլոր աշխատողների իրավունքները արմության արգելմամբ խախտվում է։ Մենք պահանջում ենք, որ այդ արգելանքները եւ խախտումները վերականգնեն։ Այդ է։ Ավելացնելու որևէ բան եք։ Ավելացնելու բան չունեմ, մենակ հորդորում եմ, որպեսզի արմության հանդեպ բոլոր եւ գործատուի կողմից, եւ պետության կողմից, եւ հանրության կողմից ընկալումը ոչ թե լինի այնպես, որ դա ինչ-որ ծաղկեպսակի եւ ինչ-որ գումար բաժանելու, օգնություն բաժանելու կազմակերպությունը, ոչ, մեր առաքելությունը աշխատավորի, աշխատողների իրավունքները ներկայացնելու եւ պաշտպանելու արժանապատիվ աշխատանքի համար։ Հակոբյան Սարգիս Սոտքի հանքի արմենիության նախագահ։ Մենք մեսիջով դիմում ենք Գեոպրոմայնինգի ղեկավարությանը, որպեսզի ականջալուր չլինեն մեր կոչերին, մեր օգնության ձեռքը մենք երկար ամիսներ մեկնում ենք, նրանք իգնոր են անում դրան, որը շատ սխալ է ընկալվում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում չի կարելի աշխատանքների պաշտպաններին, մարդկանց իրավունքներին վերաբերյալ օրենքներին ականջալուր լինել։ Մենք կոչ ենք անում, որպեսզի նրանք սթափվեն, արմիությունների գործունեությանը չխոչընդոտեն, լինի դա Գեոպրոմայնինգը կամ մի այլ ուրիշ կազմակերպություն, քանի որ այսօր Հայաստանի Հանրապետությունը շարժվում է ճիշտ ուղու վրա ու ամեն մի աշխատավորի աշխատանքը պետք է ճիշտ գնահատվի, պայմանները ճիշտ պայման ստեղծվի, աշխատանքը ճիշտ ընթանա, որպեսզի սաղի մոտ դա ճիշտ ընկալվի, հետո դուք հարցրեցիք, ինչի իրանք չեն թողնում, իրանք Սկարևսի որ չեն թողնում զուտ են բանի մար, իրանց մոտ երևի անկարգ բաներ կա, թե չէ եթե մարդկանց մոտ ամեն ինչը իդեալական է, ընդհակառակը, իրանք են հրավիրում մեր կազմակերպություններին, խնդրում եմ, որ մեր կազմակերպությունը ներկա լինի, միջազգային հարթակներում իրանց ներկայացնի, իսկ տվյալ պարագայում իրանք խոչընդոտում են ու արգելք են դնում մեր գործունեության վրա, որը որ օրենքով սահմանափակված է ու չի կարելի։ Իսկ նման դեպքեր եղել են գրանցվել են ձեզ մոտ նման դեպքեր, որ թույլ չտան արմենիությունների։ Նոր Փաղլևանյանը ասեց, մաքուր երկաթ կազմակերպություն արմենիություն էլի արգելել է, որը շատ միջազգային կառույցներում շատ բարձր արձագանք է ստացել, երեկ կակրած հոդվածա տպեր ինդուստրիալը հոդվածա տպել այդ մասին, որ չի կարելի մարդկանց անտեսել, դատական որոշումները կան, Հայաստանում դա անցել են բոլոր ինստանցիաները, սակայն նրանք էլի իգնոր են անում, դրա համար նշ արմիությունը մենակ, արմիությունը այսօր Հայաստանի Հանրապետության հետ անմիջապես կապված կառույց է, միջազգային աշխատանքային կառույցների հետ կապի մեջ է ու համագործակցում է, նշ մենք մենակ ենք ու մեր պայքարը մենք մենակ ելնելու ենք, մի հատ բանր վեգալ ենք ու կայնենք, սաղ աշխարհով հետո մենք տրիվոկ բարձրացնենք, սաղ աշխատանքային կազմակերպությունները հանրությունը ոտի կկանգնեն ու մեզ պատժկա կանեն, մենք չենք ուզում դրան տանենք, որպեսզի մեր Հայաստանի Հանրապետության հեղինակությանն էլ է դա միջազգային կառույցներում ինչ-որ վնաս, որովհետև մենք ցույց ենք տալի մեր Հայաստանում ինչքան վատ են վերաբերվում աշխատողներին, իսկ դա մեզի պետք չի, մեզի պետք է որ մեր Հայաստանի Հանրապետությունը արտակներում տեսնեն ու ընդունեն այնպեսին, ինչպեսին մենք ուզում ենք իրancs ներկայացնել, ընդունեն մեզի աշխատողներին լավ վերաբերվեն, մարդկանց լավ վերաբերվեն, աշխատանքի վայրերում չեմ անում, ասենք սեռական կամ ասենք գենդերական, ռասաների ոչ մի տարաձայնություններ չլինի, միրնի, խաղաղ ապրեն, աշխատեն, վայելեն այդ երկիրը, որով մենք ուզում ենք կառուցենք շատ գեղեցիկ լինի։ Եղել է դեպքեր, որ հենց նույն հանքից ձեզ դիմ են աշխատակիցները։ Շատ։ Շատ դեպքեր, մանավանդ մենք 3-4 ամիս առաջ է արմիությունը նորից վերականգնվել մարդիկ աշխատողները որ աշխատում են, լսելով որ կառույցը արդեն կա, բողոքները շատ են մեր մոտ։ Մենք ունենք բողոքում են իրանց աշխատանքային տեղերից, բողոքում են պայմաններից, օդի անվտանգությունից, շախտի զավալի անվտանգությունից, ջրահեռացումներից, նրանք աշխատում են խոնավ տարածքներում, նրանք աշխատում են անվտանգ տարածքներում, որը մի քանի անգամ արդեն դեպքեր ել է, զավալնել ել է, մարդիկ տուժվել են ասենք առողջական շատ մեծ խնդիրների մեջ են տվյալ պահին բուժումներ են ստանում ու տենց շատ մենք ունենք խնդիրներ, որոնք իրանք թույլ չեն տալի, որպեսզի մենք
մտնենք տեղերքում ուսումնասիրենք իրանց ասենք այս թերությունը, այն մյուս թերությունը վերացրեք, իրանց ձեռատալ իրանց ոնց ուզեն այդ ձև կառավարեն, բայց դա իրանց տարածքը չի, իրանց ուղերը չեն, իրանց մարդիկ չեն, ասենք կազմակերպությունները մտածում են իրանց սեփականությունն ոնց ուզեն հայ ազգի հետ կարան վերաբերվեն, դա այդ ձև չի։ Իսկ տեղի ղեկավարության հետ հնարավոր չի եղել կապ։ Տեղի ղեկավարության հետ կապի հետ դուրս եկել ենք, ով որ անմիջապես Միդոյանն է, նա մեզ ընդունել է, նա մեզ հասկացել է, բայց ասել է արգելքը ոչ թե ես եմ, այլ վերևներն է, ղեկավարությունն է, սեփականատերն է, որը գտնվում են նույն Երևանում, աշխատում են տարբեր էլի հանքավայրերում, այլ տվյալ սեփականատերերը խոչընդոտում են, ու դառնում է այնց, որ իրանք արգելում են մեր մուտքը, բնականաբար իրանք ղեկավարներն էլ ուզեն չուզեն, իրանք ենթակա մարդիկ են, կարգել են։ Մեր կոչը նրանում է, որպեսզի մեր մեսիջը հասնի անմիջապես գեոպրոմայնինգի ղեկավարությանը, ոչ թե սոտկի ոսկի հանքի տնօրինությանը, դրանք տարբեր բաներ են։ Իսկ եթե այս ամենայնիվ նրանք տեղը չտան ձեր պահանջներին, ինչ եք նախատեսում։ Մենք նախատեսում ենք բողոք վարչապետին անմիջապես ու նրանից հետո աշխատողներն էլ պատրաստ են ակցիա անելու, ճանապարհ փակելու, մեզի աջակցելու, որպեսզի իրանց սեփական շահերը իրանք պաշտպանեն։ Դա արվում է ոչ թե արմիության համար, այլ արմիությունը անում ժողովրդի, աշխատողների պայմանները բարելավելու համար։ Իրանք են մեզ դիմում իրանք բողոքներով։ Իսկ մենք պարտավոր ենք այդ բողոքներին արձագանքելու անմիջապես։ Իսկ մեզ արգելում են, մեզ խոչընդոտում են բողոքներին արգելք ենք դնում, այդ արձագանքենք, օգնենք, վերօգնության ձեռքը մեկնենք։ Իրանք արգելում են հանրապետության մեջ չլսվի այդ ձայները, բայց մենք ուզում ենք հենց իմенно դա բարձրաձայնենք, որպեսզի դա հասանելի լինի համ հանրությանը, համ կառավարությանը, համ բոլոր այն կառույցներին, ով կապ ունի մետալուրգիայի հետ, մետալուրգիայի վերամշակման, արտադրման, հանքափորության հետ։